Դերասան Հակոբ Տեր-Վարդանյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալից հեռանալուց հետո նրա երկրպագուները հետաքրքրված են նրա հետագա քայլերով։ Վերջին տեղեկությունների համաձայն Հակոբ Տեր-Վարդանյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս ամենը տեղեկանում ենք դերասանի սոցիալական ցանցերից, որտեղ հրապարակել է տեսանյութ և ցույց տվել, որ արդեն հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սակայն դեռևս հստակ չէ արդյոք նա որոշել է մշտապես բնակվել այնտեղ, թե պարզապես գտնվում է կարճաժամկետ այցով։ Նախկինում արդեն հաղորդել էինք, որ դերասանը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների վիզա, սակայն շարունակում էր մնալ Հայաստանում։ Սա առաջացրել էր քննարկումներ այն մասին, որ նրա սերիալից հեռանալը կարող էր կապված լինել սցենարային փոփոխությունների կամ հնարավոր կոնֆլիկտների հետ։ Այժմ նրա մեկնումը Ամերիկա նոր հարցեր է առաջացնում կապված նրա ապագա ծրագրերի և կարիերայի ուղղության հետ։ Հակոբ Տեր-Վարդանյանը հայտնի է իր բազմազան դերերով և տպավորիչ խաղով հայկական հեռուստատեսությունում։ Նրա հեռանալը սերիալից և այժմյան ուղևորությունը Ամերիկա հետաքրքրություն են առաջացրել ինչպես նրա երկրպագուների, այնպես էլ մեդիայի շրջանում։ Հուսով ենք, որ մոտ ապագայում դերասանը կպարզաբանի իր ծրագրերը և կկիսվի նորություններով իր կարիերայի վերաբերյալ։ Սիրված դերասանը շարունակաբար ապացուցում է իր տաղանդն ու վարպետությունը հայկական հեռուստատեսությունում։ Նրա մասնակցությամբ հեռուստասերիալները մեծ հետաքրքրություն են առաջացնում հանդիսատեսի շրջանում և յուրաքանչյուր կերպար, որ նա մարմնավորում է, առանձնանում է իր յուրահատկությամբ։ Հակոբ Տեր-Վարդանյանը հայտնի է մի շարք սերիալներից, այդ թվում «Արյունոտ խաղադրույք», «Խաբկանք», «Բեկորներ», «5G ընտանիք», «Մեր թաղի տղերքը», «Ծովաչքերի պատճառով» և մի շարք այլ հեռուստասերիալներից։ Նրա կերպարները բազմազան են՝ սկսած ազնիվ ու հուզիչ կերպարներից մինչև բարդ և դրամատիկ դերեր։ Հատկապես տպավորիչ էր նրա վերջին դերը Վահեի կերպարում «Ծովաչքերի պատճառով» սերիալում։ Դերասանը հաջողությամբ ներկայացրեց մի երիտասարդի, որի ճակատագիրը բարդ շրջադարձեր ունեցավ, լարված պահեր պարգևելով հանդիսատեսին, սակայն ըստ սյուժեի նրա կերպարը մահացավ ավտովթարի արդյունքում, ինչը նշանակում է, որ Հակոբ Տեր-Վարդանյանը այլևս չի լինի այս նախագծում։ Հակոբ Տեր-Վարդանյանը հաճախ խոսում է իր անձնական կյանքի, ընտանիքի ու փորձառությունների մասին։ Նա նշել է, որ ծնվել է ապահովված ընտանիքում և երիտասարդության տարիներին ապրել է առանց ֆինանսական դժվարությունների, սակայն բանակում ծառայելուց հետո նրա հայացքները փոխվել են և նա սկսել է ինքնուրույն կյանք վարել։ «Ես ժամանակին ապրել եմ ծնողներիս միջոցներով, բայց բանակից հետո հասկացա ինքնուրույնության արժեքը, դա փոխեց ինձ և իմ մտածելակերպը», ասել է դերասանը։ Բացի դերասանական կարիերայից նա նաև զբաղվում է բիզնեսով, ունի անշարժ գույք, որը վարձով է տալիս և ղեկավարում է կալյանանոց Երևանում։ Չնայած Վահեի կերպարի ավարտին «Ծովաչքերի պատճառով» սերիալում Հակոբ Տեր-Վարդանյանը շարունակում է իր ստեղծագործական ուղին, նա ակտիվորեն ներգրավված է նոր նախագծերում։ Նշենք, որ «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում Վահեի կերպարը Հակոբ Տեր-Վարդանյանի և հայտնի պրոդյուսեր Ելենա Արշակյանի առաջին համագործակցությունը չէ։ Նրանք նախկինում ևս աշխատել են մի շարք տարբեր նախագծերում և հենց այդ նախագծերն էին, որ դերասանին մեծ ճանաչում բերեցին։ Արշակյանի նախագծերում Հակոբ Տեր-Վարդանյանը հիմնականում հանդես է եկել գլխավոր կերպարներով, ինչը վկայում է այն մասին, որ նրա դերասանական խաղը գնահատվում է և մեծ վստահություն է վայելում պրոդյուսերի կողմից։ Հակոբ Տեր-Վարդանյանի դերասանական ուղին հարուստ է հետաքրքիր նախագծերով։ Նրա կերպարները միշտ ունեն հոգեբանական խորություն, հուզական լարվածություն և իրականության զգացողություն, ինչը ստիպում է հանդիսատեսին ամբողջությամբ հավատալ նրա խաղին։ Նա կարողանում է ներկայացնել ինչպես ուժեղ և համարձակ կերպարներ, այնպես էլ ավելի խոցելի ու դրամատիկ հերոսներ։ Հակոբ Տեր-Վարդանյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 20-ին։ Մանկուց Տեր-Վարդանյանը հետաքրքրված էր արվեստով, իսկ տարիների ընթացքում նրա սերը դերասանական արհեստի նկատմամբ վերածվեց պրոֆեսիոնալ կարիերայի։ Նրա դերասանական ուղին լի է հետաքրքիր կերպարներով, որոնք տարբերվում են միմյանցից, ինչը վկայում է նրա բազմակողմանի տաղանդի մասին։
Հակոբ Տեր-Վարդանյանի առաջին դերերը հեռուստատեսությունում կենտրոնական չէին, սակայն հենց իր նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ նա շուտով դարձավ հայկական սերիալների գլխավոր դեմքերից մեկը։ Տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ նախագծերի։ Հակոբ Տեր-Վարդանյանն առանձնանում է իր դերասանական խորությամբ ու կերպարներին լիովին ձուլվելու կարողությամբ։ Նրա ամենակարևոր հատկանիշներից են բնականությունը, հուզականությունը, պրոֆեսիոնալիզմը և բազմակողմանիությունը։ Հակոբ Տեր-Վարդանյանի ապագա ծրագրերի մասին դեռևս քիչ տեղեկություններ կան, չնայած դեռևս հեռուստադիտողները հույս ունեն, որ նա կվերադառնա «Ծով աչքերի» պատճառով հեռուստասերիալ, սակայն հիասթափեցնենք, նա այլևս Հայաստանում չէ։ Հնարավոր է, որ նա ներկայանա նոր նախագծերում, կրկին համագործակցի Ելենա Արշակյանի հետ կամ նույնիսկ փորձի ուժերը նոր ժանրում ու միջազգային կինոարտադրությունում։ Ինչ էլ լինի նրա հաջորդ քայլը, մի բան հաստատ է՝ Հակոբ Տեր-Վարդանյանն արդեն իսկ թողել է իր հետքը հայկական հեռուստատեսության մեջ և շարունակում է գերել հանդիսատեսին իր հիանալի դերասանական խաղով։